Սիրելի հայրենակիցներ, Արթիկ լուրերի հիմնադիր Արադ Հանայանը հայտարարում է Արթիկ քաղաքի պատմության մեջ ամենախոշոր Արթիկ քաղաքի 2025 թվականի լավագույնները մրցանակաբաշխության մեկնարկը։ Սա բացառիկ հարթակ է քաղաքի բիզնեսի, մշակույթի և սպորտի ներկայացուցիչների համար ստանալու արժանի գնահատական և մեծացնելու իրենց ճանաչելիությունը։ Մեկ տեղում են հավաքվելու քաղաքի ամենաազդեցիկ, տաղանդավոր և սիրված մարդիկ։ Այն, ինչին սպասել ենք երկար ժամանակ, արդեն իրականություն է։ Սա պարզապես միջոցառում չէ, սա մեր քաղաքի ուժի, տաղանդի և հաջողության տոնն է։ Մենք պատրաստվում ենք բացահայտել և մեծարել նրանց, ովքեր իրենց գործով ու նվիրումով փոխում են մեր առօրյան։ Միջոցառումը տեղի կունենա Արթիկի սրտում, 999 հանդիսությունների սրահում։ Ինչ է սպասվում։ Կարմիր գորգ, շքեղ շոու ծրագիր և անմոռանալի հույզեր։ Եվ այսպես 2025 թվականի արդյունքներով Արթիկ քաղաքի մշակութային կյանքում առանձնահատուկ ներդրման, գրքի և գիտելիքի տարածման գործում երկարամյա նվիրված աշխատանքի, ընթերցողների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար տարվա լավագույն գրադարանավարուհի պատվավոր կոչումը շնորհվում է Սյուզաննա Միքայելյանին։ 2025 թվականի ընթացքում նա աչքի է ընկել ընթերցանության խթանմամբ, գրքի հանդեպ սիրո տարածմամբ, կրթական և մշակութային նախաձեռնությունների կազմակերպմամբ և գրադարանի արդիական ու կենդանի միջավայրի ստեղծմամբ։ Սյուզաննա Միքայելյանը առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, մարդկային ջերմությամբ և յուրաքանչյուր ընթերցողի հանդեպ անհատական վերաբերմունքով։ Արթիկի բնակիչների սերն ու վստահությունը, ինչպես նաև մշակութային ոլորտի գնահատականը լավագույն վկայությունն են նրա աշխատանքի բարձր որակի և նվիրումի։ Տարվա լավագույն գրադարանավարուհի կոչումը դառնում է շնորհակալություն մի մարդու, ով տարիներ շարունակ լույս է վառել գիտելիքի ճանապարհին։ Գրադարանում աշխատում եմ շուրջ 10 տարի, ինֆորմացիոն մատենագիտական մշակման բաժնում աշխատում եմ որպես մատենագետ, զբաղվում եմ նոր գրքերի մշակմամբ, գրացուցակավորմամբ, վարում եմ տարեկան հաշվետվությունները Արթիկի գրադարանի և համայնքային մյուս գրադարանների համար։ Տարեսկզբին զբաղվում եմ տնօրինության հետ միջոցառումների պլանավորմամբ և ընթացքում նաև կազմակերպմամբ։ Մեթոդական խորհրդատվություն աշխատանքներ է կատարվում նաև մեր բաժնի կողմից, մերժված գրականության ցանկ է կազմվում, որպեսզի հնարավորության դեպքում բաժինները համալրվեն հենց պահանջված գրքերով։ Նաև ոչ ի պաշտոնե իմ աշխատանքի մաս է դարձել գրքային կոմպոզիցիաների պատրաստումը, որը տևական ժամանակ գրադարանը դարձնում է սիրելի վայր մեր ընթերցողների համար։ Իսկ ստեղծված առողջ մթնոլորտը ստեղծում են բոլոր այն նախապայմանները, որպեսզի կարողանաս ազատ ստեղծագործես, կրեատիվ լուծումներով գրավես ընթերցողների ուշադրությունը։ Մեծ սիրով և պատասխանատվությամբ կատարում եմ իմ աշխատանքը։